Քուր եղբայրներ ջան, եթե գհիշեք անցյալ շաբաթ խոսեցանք նշաններու մասին, թե Քրիստոսի հետևորդը ոչ թե նշան պիտի փնտրե, այլ Տեր Հիսուս Քրիստոսը իրեն պիտի փնտրե։ Հինգշաբթի օրը մեր զումային դաստիարակության ընթացքին անոնք որ կմիանան, այս թեմայի վրա շատ խոսեցանք, որ ինչպես ինչ ըսել է հավատքով քայլել։ Քանի որ Հիսուսի հետևորդը հավատքով քայլող մարդն է։ Ոչ թե Հիսուսի չհետևիր։ Մեր աչքերը չեն տեսներ Տիրոջը, մեր ըսկայարանքները չեն զգար Տիրոջը, քանի որ այս մարմինը եւ հոգեվոր աշխարհը բոլորին դարբեր բան է։ Այս մարմինի եւ հոգեվոր աշխարհի մեջ մտնելու համար հավատք պետք է։ Գամուրջը հավատքն է, համաձայն եք։ Հա։ Ուրեմն անորամաս սուբկիրքը մեզ գսե որ առանց հավատքի ոչ մեկը հաջելի չի գրնալ Աստծո։ Համաձայն ենք։ Հավատքով է որ մենք հաջելի ենք Աստծո եւ հավատքով է որ մենք սովորում ենք ապրիլ հավատքի կյանքը, մի խոսքով հոգեվոր կյանքը։ Եթե ես հոգեվոր եմ, ասել է հավատքի քայլի մեջ եմ։ Սովորում եմ հավատքով քայլել, հավատքով ապրել, հավատքի համաձայն քայլել եւ ապրել։ Հիմա ինչ է հավատքը։ Ինչի համաձայն պետք է ապրենք 5 շաբթի բավական ասոր մասին խոսեցանք։ Հավատքը այդ է որ Երբ որ մենք գստանանք Աստծո խոսքը, սուբկիրքը, ավետարանի համարները, քարոզներ, չէ։ Այդ խոսքը, որ Աստուծո մեկ ուկա, հավատքի մարդը այն մարդն է, որ այդ խոսքին դադարյալ դվստայի եւ գահանցնվի։ Համաձայն եք։ Հավատքով քայլել, ասել է խոսքին հետևիլ, Աստծո խոսքին հետևիլ, Աստծո խոսքին վստահիլ, Աստծո խոսքին համաձայն փոխվիլ։ Եթե ես որոշել եմ երթալ ձախ, կարդում եմ Աստծո խոսքը կամ քույրիկը ինձ համար է ուղարկում կամ եղբայրը, կարդում ասում եմ վայ, ուրեմն ցախ չեմ գնալու, աջ եմ գնալու։ Ինչ եղավ այդ ռոբեին, այդ ռոբեին ես հավատքով քայլեցի։ Քանի որ որոշեցի հավատքի համաձայն քայլեր առնել։ Համաձայն եք։ Այս շատ կարևոր է եւ ես կգարձեմ որ մեր հավատացյալներու մենք ամենամեծ խնդրը հավատքով քայլելու խնդիր ունենք։ Շատ ավելի գքայլենք զգացումներով, հասկացաք չէ զգացումները, գքայլենք էմոցիոններով, գքայլենք մեր մտքի գարձածներով, մեր սովորություններով, ամեն մեկս դարբեր երկիրները եկած դարբեր սովորություններ ունենք, կամ թե գքայլենք Աստծո խոսքի հիմքին համաձայն։ Դեսակ մեր սխալը ուր է։ Ընդունեցինք, որ ես սրա մեջ կարամ քայլել սխալմամբ։ Հիսուսի խոսքի համաձայն որոշումներ առնելը ասել է հավատքով ես քայլում այդ ռոբեին։ Եվ գուզեմ շեշտը տնել այդ ռոբեին, այդ վարյանին, այդ վիճակի մեջ։ Ես հավատացյալ եմ ոչ թե գիրագի օրերը միայն, հեշտ է մենք միասին եկեք ինչ լավ ենք։ Հավատացյալ գտարնամ կամ հավատքի քայլ գարնեմ, եւ որ այս աշխարհի մեջ եմ, խավարի մեջ եմ, բայկարի մեջ եմ, հարցակումի դակ եմ, խնդիրների մեջ եմ, ցավի մեջ եմ, վերքի մեջ եմ, եւ այդ ռոբեին ես կորոշեմ խոսքին համաձայն վարվել։ Հողիս ամեն։ Այդ ռոբեին մի ժամ հետո չէ։ Ուրեմն շատ անգամներ մենք այսպես է լինում մեր կյանքը։ Հավատքով գքայլենք, մարմինով գքայլենք։ Հավատքով գքայլենք, մարմին։ Արդու ժամը 8-ին հավատքով գքայլենք, ոտքի ելանք հավատքով գսենք, վայ քեզ փառք, քեզ Տեր Հիսուս կյանքս քեզ է, գահանցնում եմ քեզ ժամը 8-ին է, առավոտյան 8-ին։ Հետո ասում եմ ժամը 9-ին անցկես, մարմինը գալիս է, էս ինչ մարդ է, էս ինչ եղավ, ինչու բահեցավ, վայ, այս ինչ է, վե մարմինով։ Ուրեմն ժամը 10-ին մի բան է, քույր մզանգում է քեզ, հոպ, ետ հավատքով ես քայլում, ասում ես վայ փառք քեզ Տեր շնորհակալ եմ, հավատքով ենք քայլում։ Ուրեմն հավատքով գքայլեմ, մարմինով գքայլեմ, հավատքով գքայլեմ, մարմինով գքայլեմ։ Ողոս արաքյալ գսե, էս ինչ եղավ ցեզի, հոգիով սկսակ մարմինով պիտի վերջանաք։ Ասել եմ որ դուք որոշեցիք հոգևոր բաներով քայլել, բայց բաներ բադահեցավ ձեր կյանքի մեջ եւ գամած շեղվեցաք աշխարհային համակարգով սկսակ մտածել։ Ով գսե ամեն։ Բադահում է չես մեր համար աշխարհի համակարգով սկսանք մտածել եւ ես նայեցեք ոչ թե ամեն օրյա պատմություն է այս հարցը։ Ամեն վարդյանվա մեջ դու գարաս գամ հոգիով քայլել, հավատքով քայլել եւ գամ մարմինով քայլել եւ գարաս փոխվել այսպես։
Ցավալի է ինչ որ գսեմ, բայց ճշմարտություն է։ Եվ որ գխոսիկ հոգևոր մարդկանց հետ, հոգին գարտնանա մեր մեջ եւ գսկսենք հավատքի խոսքեր խոսին եւ որոշումներ առնել եւ շատ անգամներ գիրակի ճշտամունք են հետո զորացած Սուրբ Օքիով կասենք այս շաբաթ նայր ինչ եմ անելու։ Որոշում կառնենք, հավատքի քայլ։ Տեր Հիսուս շնորհակալ եմ այսօրվա խոսքի համար։ Ես որոշեցի այլևս հավատքի մարդ մի դառնամ։ Դու ընկերտած գինդ մի բան գասի ռա։ Հալելույա։ Գամ ամուսինդ հիմա, հա, հասկացա։ Գամ զոկանչդ, գամ ծրացիդ, կամ հարևանդ, կամ գողքի հարևանը, վերևի, մի բան։ Ուրեմն հավատքով քայլերը սիրելի քուր եղբայրներ գգրտնեմ։ Լավ լսեցեք, չմոռանաք երբեք այս նախատասությունները։ Հավատքով քայլելը որոշում է դվյալ բահին Աստծո խոսքին համաձայն շարժվել։ Դվյալ բահին այդ բահին։ Ով գսե ամեն։ Հավատքով քայլելը, որ դու գորոշես դվյալ բահին ժամը քանիս է 4:20 4:20-ին Աստծո խոսքին համաձայն ես շարժվím, նույնիսկ եթե 4:20-ին Սարգիսը ինձ շատ նեղացրեց։ Հասկացաք միտքը։ Նույնիսկ եթե այդ ռոբեին վիճակը վիճակ չի։ Խանգարվել եմ, մեղքի մեջ եմ նույնիսկ։ Նեղության մեջ եմ, փարգության մեջ եմ, բայց ես հավատքի մարդ եմ։ Ուրեմն պիտի քայլեմ հավատքի քայլով։ Եվ պիտի լինեմ այդ ռոբեին որոշեմ Աստծո խոսքին համաձայն շարժվեմ, ուրեմն Սարգիսին ասեմ մի բան, որ նորմալ ձևով այդ բանը չի ասի։ Բայց հավատքի ձևով կարամ ասեմ այդ բանը։ Ով գսե ամեն։ Ուրեմն փոփոխությունը պիտի երևնա քո հավատքի քայլով։ Եթե գորոշես հավատքին հանձնվիս, հավատքի խոսքին, Տիրոջ խոսքին հանձնվիս, Տիրոջ խոսքը վերցնես եւ այդ ռոբեին խոսքին համաձայն դրսևորվես, դու ուրեմն հավատքի քայլող մարդ ես։ Հիմա մենք կուզենք հավատքի քայլող մարդ լինենք։ Ես կուզեմ հավատքի մարդ լինեմ։ Ամեն։ Քույր եղբայրներ, եկեղեցի եկողներս, բոլորս մենք պետք է մեկ փափակ ունենանք սրդի մեջ։ Հավատքի մարդ լինենք։ Այս մեր փափակը պետք է լինի։ Եվ սրա համար պիտի սովորենք։ Ուրեմն ես ցեզի շատ բան պիտի չասեմ այսօր, մի քանի օրինակներ պիտի դամ։ Սուրբ Գիրքեն, թե ինչս է հավատքով քայլել։ Սուրբ Գիրքի օրինակներ, մի քանի մարդերու անձերու օրինակները պիտի դամ։ Մեր հատալ քույրիկի օրինակ պիտի դամ, որ քույրիկները չնեղանան։ Եղբայրներու եւ քույրիկների։ Լավ լսեցեք օրինակը։ Երբ որ օրինակը գտամ, արդեն դուք պիտի գիտնաք։ Առաջին օրինակը Սուրբ Գիրքի մեջ, որ գտամ, շատ օրինակներ կան, բայց միան 5-6 հատ։ Այս մեր ժամին։ Նոյի օրինակը։ Առաջին օրինակը նոյն է։ Ուրեմն, ինչ պատահեցավ նոյին։ Գյանքի մեջ անցրև դեսած չէր։ Երկնքեն ճուր իշտալ չգար, երբեք չէր եղել աշխարհի մեջ դեր։ Ոչ մեկ ադեն դեր աշխարհի վրա ճուր չէր եղել։ Անցրև չէր եղած։ Հիմա չեք իմանում եք։ Հիմա ուրեմն Աստված ասում է նոյին նավ շնե ես չրհեղեղ պիտի հրգեմ։ Դարօրինակ խոսակցություն, մի բան, որ չի կարող նոյ ըսված մարդը եւ իր ընտանիքով հասկանալ, անոր համար այնքան հազարավոր մարդիկ չկարողացան ընդունել, քանի որ այդ խոսքը, որ Աստված ըսավ, որ ցեզի ճուր պիտի հրգեմ, երկնքեն վարին եւ բանը քիթականները շատ լավ ցեով կներկայացնեն, չէին կարող երևակայել, որ Աստված կրնա այնքան ճուր հրգել, որ մարդիկ բոլորը խեղդվին։ Անոր համար հազարավոր մարդիկ ծիծաղեցին նոյի վրա։ Քանի նորմալ դրամապանական բան չէր։ Ոչ թե այդ մարդիկը Աստծո չէին հավատար։ Այդ չի խնդիրը։ Խնդիրը գիտեք ինչ չէին հավատար, որ ճուր պիտի ըլլար այնքան շատ, որ իրենք նույնիսկ մեռնեին ճուրով։ Չէր այստեղ դրամապանությունը չէր ընդունում։ Եվ Աստված նոյին ճիշտ դրամապանության հագարակ մի բան է ասում։ Հալելույա։ Եվ նոյին չրավ։ Դաբանագը շինեց կամ չշնեց։ Մի խոսքով նոյը բարձաբես առանց հասկանալու, առանց դրամապանության մեջ կաղապարներ տալու, առանց մտնելու իր, բայց կարելի է միթե, առանց այդ խոսքերում ասավ դեր գուզես նավ շնեմ, նավ գշնեմ։ Եթե գուզես օթանավ շնեմ, օթանավ գարամ շնեմ։ Դու ինչ որ ասես, ես պատրաստ եմ շնելու։ Սրա համար է որ նոյը հավատքի մարդ եղավ։ Քանի որ ասավ դրամապանության հագարակ մի բան ես ասում, բայց ես չեմ լսում դրամապանությանս։
հոգնության չեմ լսում, զավակներից չեմ լսեր, ընկերներից չեմ լսեր, նոյը վստահ լիքը ընկերներ ուներ։ Եվ ամենը լսին, վայ գժել ես, այ ախպեր, գիտես ընկերը դեմ լսի մի քիչ նոյ, այդ չախպեր, Աստված ասեց։ Քույր եղբայրներ, ինքը չրհեղեղը չտեսած, չրհեղեղի միտքը չհասկացած, ինքը շնեց տաբանը։ Հավատքի մարդը Աստծո խոսքին համաձայն կշարժվի, նույնիսկ եթե գլուխդ քեզ ուրիշ բան է ասում։ Հիմա նոյը հավատքով կայլեց կամ չէ։ Եթե նոյը մեր նման լար, դերևս պիտի ուրիշ բան ասեր։ Գսեր նավ չշնեմ, դաբան չշնեմ, ինչու աշխապ մեծ դաբան գուզես շնել եւ Աստծո դված ձրակիրով շնեց։ Իր գլուխով չշնեց։ Հավատքի մարդը մանրամասնության մեջ։ Ինչ որ Աստված գսե դվյալ բաղուն։ Կարևոր չէ մարդիկ ինչ կսեն, կարևոր չէ հարևանները ինչ կսեն, կարևոր չէ մեր հայությունը ինչ կսե, կարևոր չէ ծնողքը ինչ կսե, կարևոր Աստված ինչ կսե։ Եվ հավատքի մարդը Աստծո խոսքին համաձայն կշարժվի։ Ինչ լավ օրինակ է նոյը։ Եվ որ անշուշտ գրված է, հա, 6-րդ գլխում է ծննդոցին, գիտեք անոնը չեմ ասեր։ Գրված է այդտեղ 6:22-ին եւ նոյը գադարեց այն ինչ որ Աստված իրեն հրամայած էր։ Եթե նոյը ասեր մեր նման, եթե լիներ մեր նման, գիտեք ինչ կասեր նոյը։ Փառք քեզ դեր շնորհակալ եմ այդ ջրհեղեղին համար որ մի դաս դու մեծ ես, դու ջրհեղեղի Աստված ես, դու մեծ ես, դու մենք ես կյանքս հանցնում եմ քեզ, սիրում եմ քեզ եւ ստոպ։ Երբ մենք գիտենք որ նոյը հավատքի մարդ է, աղոթքից թե կորձից։ Հալելույա։ Հալելույա։ Մենք երկար աղոթներ կրնանք դեր փառք քեզ դե շնորհակալ եմ քեզ գանքս քեզ եւ հալելույա հնգրում դե բրտը դերեգսե լավ հասկացա հիմա շարժվի դեսնեմ։ Մինչև որ չշնեց դու հավատքի մարդ ես։ Դու կարաս խոսես հավատքի խոսքեր, բայց հավատքի մարդ ես, քանի որ դու չշարժվեցար, քո ասած հավատքի խոսքից համաձայն։ Դեսակ ինչ հավատքի մարդը լալը ժողովուրդ գերեվնար։ Ես սիրտեր չեմ գարտար, բայց կորձերը կտեսնեմ։ Դու իմ ներսս չես գիտես, բայց իմ կորձերս կտեսնես։ Եվ Աստված գուզե հավատքի մարդ ասել է, դու կհավատաս, որ Աստված քո Աստվածն է, քո հայրն է, քո դերն է, կհավատաս, որ Աստված ամեն բանի վրա իշխանություն իրական կհավատաս, ուրեմն շարժվիր։ Անոր համար գսե նեղության մեջ փառք դուր, թշնամիդ մի հալածեր, օրդն է, ինչու, քանի որ Աստված այդպես կսե դու չես հասկանար, բայց դու գնես։ Ամեն նոյ օրինակը, լավ էր նոյ օրինակը, օքեյ ենք, եւ տանք հաջորդ օրինակ, Աբրահամի օրինակը, Աստված Աբրահամին ասավ, Աբրահամը դարիքոտ մարդ, 100 տարեկան, բիդի ունենաս երեխա, Աբրահամ մեկ հատ կնոջ նայեցավ, մեկ հատ ինքը իրեն նայեցավ, ասեց այ ախպեր մենք որտեղից երեխա։ Անգերց գսեմ ցեզի։ Մենք որտեղից երեխա։ Բայց սուբտիրքը մեզի գսե Աբրահամ հավատացավ եւ վստահեցավ Աստծո եւ Աստված արդարություն սեվեց իրեն։ Առանց երեխա ունենալու, առանց որևէ մեկ բան տեսնելու կամ զգալու, ինք ասավ, քանի որ Աստված ասավ մեծ սերունդ պիտի ունենաս, ես պիտի ունենամ։ Քանի որ Աստված ասավ, ես պիտի ունենամ։ Ես կվստահիմ Աստծո խոսքի վրա, ոչ թե իմ զորության վրա երեխա ունենալու համար, հասկացաք ժողովուրդ։ Ես կվստահիմ ոչ թե իմ կարողությունների վրա, այլ Աստծո խոսքի վրա։ Եվ հավասիկ Աբրահամ հավատքով քայլեց, վստահեցավ այդ խոսքին, եւ ինքը այդ խոսքին համաձայն շարժվեցավ, եւ անշուշտ երեխա ունեցավ։ Երբ որ դերը խոստում գնե, խոստումին դիմացը պիտի սորվիս ոչ թե նայիս իրավիճակների, այլ նայիս դիրոջ խոսքի։ Մենք հավատացյալ մարդ ենք ասում, բայց իրավիճակներին ենք նայում, կամ մեր զգացումներում, կամ մեր վիճակներում, կամ եւ գսենք չի գրնարել այսպես, ուրդեղ են, ինչպես եւ այլն։
Մի րոպե, երբ որ Աստված գսե քեզ իր խոսքը, գտա նոմը խոսքը պետք է լավ գիտնանք։ Իր խոսքը երբ որ գտա այդ րոպեին դու պիտի որոշես ոչ թե վիճակին նայիր, circonstance, այլ պիտի նայես քո Աստծո քեզի դված խոսքին։ Երկրորդ օրինակ Աբրահամ։ Համաձայն ենք։ Երրորդ օրինակ երտանք Հեսու եւ Կալեբ, Ժոզուե եւ Կալեբ։ Աստված ըսավ թվոց կրկին 13 գլուխին առաջին համարը։ Կացեք կսե այն քաղաքը, Կանանու քաղաքը ցեզի պիտի դամ։ Առաջին համարը կսե ցեզի պիտի դամ։ Եվ ասոնք 12 հոգիով երթան, որբեսի երթան եւ դեստնեն ինչ տեսակ մեծ քաղաք է որ պիտի ստանան, քանի որ Աստված պիտի դա իրենց։ Համարցակությամբ բոլորը ելան 12 ուրեմն ծառայողներ, զինվորներ գնան գսել, լրդեսներ, կացին Կանանու երգիրը։ Մտան Կանանու երգիրը եւ տեսան որ ինչ լավ Կանանու երգիր է։ Փառքես դեր շնորհակալ ենք այս երգիրը մեզի պիտի դաս։ Բոլորն ալ ուրախ են։ Ամենալ գսեն ասինչ լավ էր, ասինչ լավ է դեր որտի մեզ մենք Կանանու երգիրը պիտի նանք, ասի հավատքի քայլ սկսան անելու, բայց այդտեղից 12-ին 10-ն նայեցան որ այդտեղ վտանգավոր վիճակներ կա։ Հսկա մարդիկ, հզոր մարդիկ եւ սկսան տեսնելու այդ վիճակը եւ իրար ասելու, բայց մենք ո՞նց պիտի կարողանանք այս առնել քաղաքը, երգիրը։ Մեծ մարդիկ են, հզոր մարդիկ են, չեն կարող։ Ուրեմն դիրագի օրը բոլորով կացին եւ ասեցին փառքես դեր շնորհակալ ենք Կանանու երգիրը մեզ դվիր։ Երկուշաբթի օրը տեսան որ այդտեղ հզոր մարդիկ կան, սկսան գասկածելու։ Ինչի կասկածելու։ Այդ խոսքին, որ Աստված ասաց, էզի պիտի դամ։ Բայց իրեն գսին չես կարող մեզ դալ դեր իմ Աստված, հզոր մարդ կա այստեղ։ Դու չես կարող, գիտեք, որ մենք չենք վստահում Աստծո խոսքին, գիտեք ինչ ենք ասում Աստծո, դու չես կարող։ Հենց էսա մեղքը։ Երբ որ Աստված խոսքը դա եւ դու գսես, չէ, բայց, այո, բայց դու չես կարող, ուրեմն դու չես հավատում Աստծո մեծության, ահա քո մեղքը։ Այստեղ է սիրելի քույր եղբայրներ 12-ին 10-ն դեսան ինչ որ ամեն մարդ կտեսնե հզոր մարդ, մեծ բարիստներ, կարելի չէ այս մարդկանց հաղթել։ Նորմալ տեսողություն։ Բայց երկուքը այդ վիճակին դեսան Աստծո խոսքը։ Թե Աստված ասավ, ես ցեզի պիտի տամ։ Ուրեմն երկուքը նայեցան եւ դեսան այն անգյունեն, Աստվածային անգյունեն, եւ անոր համար հավատքով քայլողներ եղան։ Եվ իրենց սերունդը դերը օրտնեց, մի սերունդ բոլորին բացեց։ Ուրեմն քո նայվածքը վիճակին շատ կարևոր է։ Երբ որ դու գնայիս մի վիճակ, ինչ գիտնամ, բարգացել ես, նեղացել ես, փող չունես, ինչ գիտնամ, խնդիր գա, հիվանդ ես, բամը գա, նայում ես։ Ամեն մարդ պիտի ասենք ես, նորմալ է, էսա կյանքը, ինչ անենք, ախպեր, էսպես է, էս բոլորն են ասում։ Բայց հավատքի մարդը ասում է, բայց Աստված ինչ ասում է հարցին։ Եվ Աստված ասում է, դու օգնի արա, ես հետեւեմ գնա առաջ։ Հիմա հավատում ես կամ չէ։ Այս խոսքին դու հանձնվում ես կամ չէ։ Բոլոր մարդկանց խոսքին եթե լսես, գսեն նորմալ է, ախպեր, նորմալ է, էսպես է։ Բայց Աստված այս մարդկանց ասավ, ես պիտի տամ Կանանու երգիրը։ 10-ն ասեցին չեն կարող, երկուքը ասեցին, բա ինչու՞ չէ, քանի որ Աստված մեր հետն է։ Եվ հետո 12-ն ուզեցին քարգոծել երկուքին։ 10-ն ուզեցին քարգոծել երկուքին։ Ինչու՞, քանի որ ուզեցին հավատքով քայլել։ Հավատքով քայլելը սիրելի քույր եղբայրներ, քո դրամապանությունից դուրս ելնելն է։ Ով է ասում ամեն։ Հավատքով քայլելը այդ է որ դու ոչ թե քո դեսածով քայլես։ Հիշեց 5 շաբթի օրը ասինք, երկրորդ Կորինթացիս 5-րդ գլխում մեջ գսե մենք դեսությամբ չենք քայլում, այլ հավատքով։ Ուրեմն այս մարդիկը 10-ն դեսությամբ քայլեցին։ Վայ, այս ինչ մեծ մարդիկ են, մենք չենք կարող, կարելի չէ, աչքերն է ասում։ Բայց երկուքը ասեցին, ինչ ասում Աստված։ Հավատքի նայվածքը բոլորովին կփոխի քո իրավիճակը ցիրելի քո եղբայր։ Անորոշ հավատքով քայլողն է որ երկին պիտի մտնի։ Այս աշխարհի մեջ զգացումով քայլողը չի կարող գնալ առաջ։ Մենք բոլորս ունենք այդ բանը մեր մեջ զգացում հավատ, պետք է բայկարենք որ զգացումը լրի եւ հավատքը բարձրանա։ Էսա մեր բայկարը որ գալիս ենք եկեղեցի։ Իրար էսպես են կաչալերում։ Ինչի որ մենք բոլորս ամենը հավատքով ենք կայլում։ Մեկ զգ։ Ամեն, հալելույա։ Այս շաբաթ մեկը զգ եղավ։
Միան ես կարծես թե հա մենակ ես հա ինչ սուրբ եկեղեցի ունենք ամենալ հավատքով են քայլում 24 ժամի վրա նույնիսկ երազների մեջ հալելույա ավելի երազների մեջ հալելույա նայված կփոխե նայր Աստված ինչ կսե այդ վիճակին եւ այդ ռոբեին հավատքով քայլի հավատքով խոսք մդուր եւ հավատքով քայլ մարի նոյին նման հավատքով խոսք մդուր հավատքով քայլ մարի եթե գա մեր մեջ որ մեկը գսե ես չեմ կարող վստահ եղեք այդ մարդը մարմինով է քայլում հավատքով չքայլում հավատքով քայլողը գսե ես կարող եմ ամեն բան որ Տիրոջից գալիս է իմ մեջ քանի որ Տիրոջ խոսքն է հալելույա կամ հավատքով պիտի քայլես կամ աշխարհի մեջ պիտի դժբախտաբար խեղդվես այո ասածիդ պես քանի որ մեր դարբերությունը աշխարհեն հենց այս կետի վրա գերևնա որ մենք ասենք Հիսուս կա հալելույա պարքես դեր քեղեցիկ խոսքեր են բայց այդ դարբերություն չամեն մարդ կարա ասի բայց դարբերությունը գերևնա եւ որ դու հավատքի քայլ ես անում այդ ռոբեին որ բոլոր մարդիկ դարբեր քայլ են անում բայց դու մենակն ես հավատքի քայլ անում հալելույա 12-ին երկուքը միայն հավատքի քայլ արեցին ուրիշ ցեզի օրինակ տամ քույրիկի օրինակ մի հատ լավ քույրիկ ունենք սուրբ գիրքին մեջ մենք կսիրենք քույրիկներին հալելույա այս քույրիկի անունը Մարիամն է Հիսուսի մաման հալելույա լավ քույրիկ է չէ Արտիրոջ հիմա այսի դարբեր է հիմա նայեցեք Մարիամը 16-17 տարեկան շատերը 15 տարեկան երեխա աղջիկ հրեշտակը գուկա մենակ հրեշտակը գսե հղի բիդլաս երևակայեցեք Մարիամին իրավիճակը ոնց հղի բայց ինչ պիտի ասեք ինձ այս մարդին ով պիտի հավատա որ հրեշտակը եկել է աստվածային հղի եմ լինում մի հատ ասա դու հիմա մեկը քեզ ասի հղի լի քեզ ասի որ ես երկինքեն հղիացա ներողություն ոչ մեկից չենք հավատար գսենք որ այ ախպեր որի վրա ես զիզաղում երկինքից ոչ կհղիանա մեկը նորմալ չի հասկանում եք հալելույա միջև հիմա նորմալ չի ամեն սուրբ չլինենք այդ է ճշմարտությունը եւ նույն բանը մեր սիրելի Մարիամը ասեց ես ոնց ասեմ որ ես հղի պիտի լինեմ կամ հղի եմ ոնց ասեմ որ աստվածային հղիություն պիտի լա իմ մեջ իմ ժողովուրդը ինչ ասի իմ բարեկամությունը ինչ ասեն սրա համար սիրելի իր նշանած Հովսեփը ուզեց փախիր գնալ ամոթի տակ որ ինչ պիտի ասեն այ ախպեր դու ինչ ես արել ես կնոջ այս աղջիկին իր վրա պիտի հարցակեին չէ նորմալ է առաջինը Մարիամին բաբան օրինակը չեմ գիտեր ասում ասի չխոսվիր բայց գրնալալ այդ Մարիամին բաբաս գոր ասպես Հովսեփ տաներս տեղից ես արել դա երևակ է եւ Մարիամը այս բոլորը մտածելով գխանքարվի իրար գսե ոնց կարելի է այդ բանը առաջին հարցումը որ գուտա հրեշտակին ինչպես կարելի է այդ բանը նորմալ չի ես կսեմ մարդ չեմ տեսել հրեշտակը գիտեր որ ինքը մարդ չէ տեսել գույս է ուրեմն հրեշտակը գսե հղի բիդլաս երեխա բիդլաս ոնց կարելի է աստծո հոգին պիտի կա այ ախպեր բարապան մի խոսի ոնց աստծո հոգին պիտի կա դայցեք մարդկայինով բարապաներ են սրանք բայց հոգիով հասկանում ենք որ աստվածային սուրբ ոգին պիտի կա եւ պիտի մտնե աստվածային միագը Մարիամի որովայնի մեջ մենք ենք հասկանում հավատքով բայց այդ ժամանակ ով կհասկանա նույնիսկ եթե Եսայի մարգարին գսե եւ հղին գույսը գսե պիտի հղիանա եւ որդի բծանի եւ անոնանո Էմանուել պիտի տրվի այդ մարգարեությունը գա բայց այդ ռոբեին երևակայեցեք մեր աղջիկները մեր քույրիկները որ այս վիճակի մեջ անցնեմ են ինչ կասենք հիմա նայեցեք ինչ կասի Մարիամը ես չեմ հասկանում ինչ կսես այս ոնց պիտի լինի այս հարցը բայց նայեցեք ինչ կսե ես Տիրոջ աղախինն եմ թող լինի ինձ ինչ որ Տիրոջ հաճելի է Մարիամ դու հասկանում ես այս խոսքի զորությունը պիտի ծիծաղան վրեդ պիտի անարգեն քեզ քո մամայիդ բաբայիդ ինչեր պիտի ասեն քո նշանածին որ սիրում ես ինչեր պիտի ասեն դու հասկանում ես ինչ ասելա ես Տիրոջ աղախինն եմ թող լինի ինձ ինչ որ ուզես Հիմա ասեք հավատքի քայլ արեց կամ չարեց Մարիամը այս հավատքի քայլ է Մարիամը այդ ռոբեին հավատքով քայլեց քանի որ այդ ռոբեին ես լայի դու լայիր մենք լային քույրիկներ վստահ եղեք որ ամեն մեկս պատճառով պիտի գտնենք պիտի ասեք չէ այ ախպերիս ինչ ես ասում հրեշտակ ջան նախորդեն իման դու հրեշտակ ես Տերը դալգա
Ոնց իմանանք որ հեշտ է, մարդու գերբարանքով եկա։ Ինչ պատմություններ կանանք մեջտեղ անենք։ Բայց Սուրբ Գիրքը ասում է, Մարիամը ասեց. ինչ որ հաճելի է Տիրոջը, ես Տիրոջ աղախինն եմ, թող ինձ ելնա ինչպես որ պետք է։ Չեմ հասկնար, չեմ գիտեն ինչպես պիտի ելնա, բայց ես կվստահիմ Աստծո եւ ես կքայլեմ ինչպես որ դու գսես։ Պիտի նորեն գսեմ, խնդիրներ պիտի ունենամ, բայց ես որոշեցի հավատքի մարդ ըլլալ։ Ընկերներդ պիտի թողնեն քեզ շատ անգամ Աստծո հետ որ քայլես, քո սիրածներդ պիտի թողնեն քեզ, քո խումբերը պիտի թողնեն քեզ, քո ինչ գիտնամ շատ բաներ պիտի թողնեն քեզ, քանի որ դու ասեցիր ես ուզում եմ հավատքի մարդ լինեմ, ես ուզում եմ հավատքով քայլել, ես ուզում եմ արդար լինել, ես այլևս քո գադակներիդ մեջ պիտի չմտնեմ, քո խաղերիդ մեջ պիտի չմտնեմ, ես քո կացած դեղեր պիտի չգնամ, ես արդար մարդ պիտի լինեմ, ես հավատքով քայլող պիտի լինեմ, պիտի ասեն խփնվել ես։ Ինձ ասեցին երբ որ ապաշխարեցի։ Խեր Սարգիսը ապաշխարել է։ Մի բան խփնվել է իր մեջ։ Արֆորվիլի մեջ ասեցին։ Ասկե 35 տարի առաջ։ Մի բան խախտվել է իր մեջ, ապաշխարել է։ Դարձիկ միան խեղճերը եւ խենթերը կապաշխարեն։ Հալելույա։ Խենթենք եւ ինչ ուզենք ենք։ Եթե ապաշխարել ենք իրավ, այդպես էլ թող լինի։ Թող ինչ ասեն։ Ուրեմն Մարիամը նույն բանի մեջ այդ բոլոր անարքանքները գրելու պատրաստվեցավ, քանի որ ինք որոշեց Աստծո խոսքին համաձայն քայլել։ Այսօր շատ մարդիկ կան մեր մեջ, մարդիկ ինչ պիտի ասեն իրենց համար, այդ վախով իրենք Աստծո խոսքից դուրս են մտնում, դուրս են ելնում, քանի որ վախենում են որ մարդիկ ինչ պիտի ասեն, եթե գիտնան։ Դու որի համար ես ապրում, Աստծո թե մարդու։ Եթե ես հավատքի մարդ եմ, պիտի ասեմ դերը ինչ ասում ես հարցի մեջ։ Եվ ես խոսքը պիտի ընդունիմ եւ այդ խոսքով պիտի քայլեմ։ Ով ինչս է թողոս է նույնիսկ եթե իմ անձս չի ստանում այդ բանը, բայց իմ հավատքս պիտի ստանա։ Եթե հավատքի մարդ եմ։ Սրա համար գանչվածները շատ են, ընդրվածները քիչ։ Շատեր կհավատան, բայց այսպես արդյոք կհավատան։ Ցեզ գոչ կնեմ որ այսպես քայլենք։ Էս իրական հավատքն է։ Հավատալը հեշտ է։ Հավատալ Հիսուս կա, ես կսիրեմ Հիսուսի, ինչպես քիչ առաջին Նոյի համար փառքես դեր շնորհակալ եմ չհեղեղ մի դաս հալելույա, բայց առանց նավը շնելու։ Մենք նույնը գրնան գնել, հալելույա, շնորհակալ ենք, փառքես դեր առանց քայլանելու։ Գնա այդ մարդուն ները։ Չէ, ես չեմ կարող ներել։ Ես գիտեմ որ դու չես կարող ներես, բայց ես քեզ ասում եմ գնա ները գսա դերը։ Ինչ պիտի անես։ Ինչ պիտի անես։ Եսդ ոչնչացնելով, գլուխը ծրելով, լեզու ծամմելով պիտի գնաս եւ անես։ Համաձայն եք։ Եթե չես անում, ուրեմն դու հավատքով չես կայլում։ Այդ խոսքի վրա դու խնդիր ունես։ Ամեն։ Ամը կողացել ես, դերը գարտացիր դերը գսե եւ կողությունը մեղք է։ Գսե գնա հանցնի, կամ գնա ազատվի։ Ասես բայ ոնց ինչ կան, ոնց ինչ վեճ։ Հիմա հաց քեզի, դու հավատում ես չէ Հիսուսի, հա։ Դերը քեզ ինչ կասի, կողություն մի արա։ Հիմա դու այդ բանը կողցեր ես, կողդ է, գիտես։ Պիտի դաս կամ պիտի ինչ պիտի անես։ Ուրդեղից պիտի երևնա որ դու որոշեցիր հավատքի մարդ լինել այդ րոպեին այդ կողության հարցի մեջ։ Հալելույա։ Մինչև ետ չհանցնես, դու հավատքի մարդ ես։ Մինչև չներես, դու հավատքի մարդ ես։ Մինչև քայլդ չնես, դու հավատքի մարդ ես։ Ես քեզ գներեմ սետակույր, բայց նայիր, մեկադալ ունես, նորից գլխիդ պիտի զարնեմ։ Այդ ներում չի, երիկա խաղալիք է։ Աստված գսե գները եւ գորոշե ինչ անել մորանալ։ Արդյոք մոռաց կոդ է մեր Աստվածը։ Բայց գորոշե, քանի որ ինքը հավատքի Աստված է, գուզե իր խոսքին համաձայն նախ ինքը քայլի։ Ինքը իրեն հարկող Աստված է, որովհետեւ մենք հարկենք իրեն։ Ամեն։ Հաջորդ օրինակ ասեմ, ոչ թե օքեյ ենք։ Մեկադալ ասեմ, մեկադալ օրինակ։ Պետրոսի օրինակը։ Այդ ինչ եղավ։ Դու շատ ես սիրում, ես ալ։ Մենք Պետրոսին սիրում ենք։ Պետրոսի օրինակը։ Ղուգաս 5-ին մեջ։ Ամբողջ քիշերը, այսօր մասի մի քանի շաբաթ առաջ կարոզեցի։ Ամբողջ քիշերը ինչեր են, գացել են որսալու, մեկացուկ չեն կդած։ Ամբողջ քիշերը, մասնակետներ, վարպետներ, որսորդներ, ցկնորսներ, ներողություն։ Ցկնորս վարպետներ, ամեն ինչի վարպետ է։ Իրենց մե լավը չկա։
Ինքը եւ եղբայրը մեծ կազմակերպություն ունեն, բան բիզնես դրել են, լավ են աշխատում, ամեն ինչ նորմալ է։ Զոքանշնալ ուրախ է, որ Պետրոսը լավ փող է բերում դուն։ Այդ տեսակի հաջողություն։ Հա, մի անգամից այդտեղ Հիսուս կգա առավոտյան, գսե, նղակ ջան, ինչ եք, ուր եք, ինչպես եք, լավ եք։ Արեք, մի հատ ցեզ ասեմ, խորը գնացեք, մի հատ սուկ բռնենք։ Պետրոսի խոսքը ինչ է, դրամապանական նորմալ վարպետի խոսք։ Ամբողջ գիշերը մենք փորձեցինք, ոչ մի ցուկ չկա, այս առավոտ ո՞նց ցուկ կարելի է, քանի որ ցկնորսները շատ լավ գիտեք անոնք, որ ցկնորսությամբ զբաղվել են, գիշերը ցուկ կորսան։ Առավոտները չկա ցուկ։ Էսա, որում որ հարցնեք։ Հիմա Պետրոս մասնակետ հետևյալ խոսքը գսե։ Երբ որ Տերը գսե, ավելի խորը գնա եւ քո ուրգանը թող։ Սիրելի Չագերդյան մի բան ասեմ։ Հավատքի մարդ չես կրնարել, եթե ավելի խորը չգնաս։ Ինչ որ հիմա գքարոզեմ չես կարողանալու, եթե ավելի խորը չգնաս հավատքի մեջ։ Միշտ ավելի խորը գնացողը պիտի հրաշք կտեսնի։ Ավելի խորը գնացողը ուրգանը պիտի նետի։ Ավելի խորը գնացողը պիտի տեսնի այդտեղից եկած օրհնությունները։ Փագեմ Չագերդը։ Եվ Հիսուս կսե. խորը գնա, ուրգանդ նետի, եւ Պետրոսի խոսքը շատ բարձ ամբողջ գիշերը մենք չկարողացանք ոչ մի բան բռնել։ Բայց քու խոսքիդ վրա, քու ասեք քու խոսքի ասածի պես ես պիտի նետեմ ուրգանը։ Այս Պետրոսը մեր նման չէր, որ ասե փառքես դեր, որ մեզ խորն է ստանում այսօր։ Շնորհակալ ենք այս գեղեցիկ պաշտամունքի համար, խորը գնացինք։ Ինչ արեցիր ընդեղ։ Էսա մեր ժողովուրդը այսօր եկեղեցի երթան խորը գնալու։ Հետո ինչ։ Խորը գնանք, որ զգանք, տեսնենք, հալելույա, չէ, խորը գնա, բայց նետե մի բան։ Մի խոսքով խորը դար եւ նետե, ուրեմն Պետրոս գնաց խորը եւ նետեց ուրգանը։ Հիսուս քո խոսքիդ համաձայն իմ դրամապանությունս ովևէ մեկ ցեվով չի համընկնում այս արած կորձիս։ Հետևիկ ժողովուրդ։ Դուք ձեր խնդիրները տեսնում եք այստեղ։ Ես ձեր օրինակները չեմ տալիս, գրամ ձեր օրինակներն ալդամ։ Ձեր անձնական օրինակները գտամ, որ այդ օրինակների մեջ դու պետք է սովորես խոսքին համաձայն քայլես։ Հալելույա, գարանք մեկ քալ շաբաթ եթե գուզեք ես այստեղ չեմ, բայց մի հաջորդ անգամ կփորձենք, մեկ կգաք, կսեք ինչ է քո խնդիրդ։ Եվ ես կսեմ հիմա այս հարցի մեջ սուպ գիրքը ասում է էս պիտանես, գնա արա։ Հաջորդ շաբաթ մի դիկա, եթե արած չի, ուրեմն հավատքի մեջ չի քայլած այդ մի շաբաթը։ Գարանք ասենք այդ։ Գարանք անենք այդ։ Ժողովուրդ ջան, էս է հավատքը։ Գնա, մի բան արա։ Խոսքին համաձայն շարժվի։ Խոսքին համաձայն դուրս դու քո սովորությունից դուրս արի։ Քանի որ մեր սիրելի Պետրոսը սովորություն ուներ ամեն գիշեր ուրգանը պիտի ներ, առավոտները պիտի երթար դուն, սուրճ խմեր, մի քիչ բան խմեր, զոնքաչին մի հատ համբուրեր եւ քնանալ մի հատ կեսօր է վերջը հանգիստ։ Զոնքաչ, այո, գիսերեն ինքը զոնքաչին շատ։ Հա։ Donc գսերիկս ինքը սովորությունն էր, էս էր իր սովորությունը։ Հիմա Հիսուս ներս մտավ եւ իր սովորությունը խառնեց։ Ասեց չէ, դու չես կնալու Պետրոս։ Խորն ես կնալու։ Հիմա մենք եթե ստեղ լայինք, նատ լսեք մեր հավատքի մարդիկ ժողովուրդ։ Դու երբ ես փոխում քո սովորությունը Հիսուսի ավելի խոսքին համաձայն ապրելու համար։ Չենք փոխում մեր սովորությունները։ Մենք մեր վարժությունները մնացել են նույնը, չենք փոխիր։ Գսպասենք որ փամելա, բայց դերը գսե մի սպասեր, գնա խորը։ Փոփոխվի, փամա։ Ուրեմն գտեսնեք հավատքի հետ քայլելը, հավատքի քայլող անողը դուրս ելնելն է իր սովորությունից։ Մի բան գա որ դու դուրս կուզես կա քո սովորությունից, որ դու հավատքի քայլն ես։ Մի բան գա որ դու չես կարողանում բռնվել ես, չես կարողանում այդտեղից դուրս գաս։ Միան ես։ Հա, ամեն։ Սիրելի քուրիղբայրներ ջան, դերը մեզի գսե հավատքի քայլեր է։ Ինչ գսե սուպգիրքը այդ քո հիմա վիճակիդ մեջ։ Նահադալ հարցնեմ այս հարցը։ Կարծեմ լավ հարց է այս հարցը։ Հիմա դու անցնում ես մի վիճակից։ Հենց այս ռուբեին։ Ներսդ։ Չէ՞։ Ամեն։ Հենց հիմա։ Ինչ կգարձես թե սուպգիրքը ասում է այդ քո վիճակի համար հիմա։
Դու ինչ կգարձես։ Ինչ որ գիտես։ Պատասխանը ստացաք։ Դու գիտեք։ Անոնք որ սուպ գիրք արտացել են, գիտեք ինչ ասում սուպ գիրքը։ Այդ քո վիճակի համար հիմա հենց հիմա։ Ինչի։ Եթե ես նեղացել եմ Սարգիսին հետ, օրինակն եմ հիմա։ Ես օրինակ ո՞վ պիտի գիտնամ։ Ես հիմա նեղացել եմ Սարգիսի հետ։ Չեմ խոսում Սարգիսի հետ։ Չեմ ուզում խոսեմ Սարգիսի հետ։ Այնքան նեղացրել է ինձ, որ ես չեմ ուզում տեսնեմ, օքեյ։ Այնքան շատ ասենք։ Հիմա գանքներեմ դիրոջ առաջ։ Շատ հարց, բարձ հարց։ Ինչ ասում դերը ինձ Սարգիսին հետ։ Սարգիսին հետ կապված ինչ ասում դերը։ Խոսքը ինչ ասում։ Գնա հաշտվել։ Հիմա իմ գնալ հաշտվելս պիտի ցույց տա, որ ես խոսքին եմ հավատում, թե ես իմ քայլերով եմ անում։ Մինչև որ չգնամ հաշտվելու, ես հավատքի մարդ չեմ։ Ուրեմն հավատքի մարդ եմ լինում այդ ռոբեին, որ ես գիտեմ ինչ պիտի անեմ Տիրոջը խոսքից։ Եվ այդ խոսքին համաձայն քայլ եմ անում թե այդտեղ։ Հալելույա։ Նորից հարցնամ։ Ինչ վիճակի մեջ ես անցնում եւ ինչ կգարս որ դերը ինչ կասի քեզ հենց հիմա այդ վիճակին։ Ինչ է ասում սուպ գիրքը այդ վիճակին։ Հիսուս նույն հարցը տվեց Սամարացի բացմությունը, Փարի Սամարացի բացմությունը պատմեց այդ օրինականին, պատմեց եւ գիտեք վերջը ինչ ասավ։ Դու ալ գնա նույնը արա։ Դու ալ գնա նույնը արա։ Հավատքով քայլի։ Մեր գնալով քայլելով պիտի երևնա, գլուխով չէ։ Եվ որ գլուխով ես կսիրեմ Հիսուսին, ես կսիրեմ հավատացյալ եմ Եվան սիրելիներ, դերը շատ օրտնի, բրավո, լավ եք անում, Տիրոջը սիրում եք, բայց հավատքի մարդ լինելու համար հավատքի քայլեր պիտի անենք։ Բոյերնի տեսնեմ գսե։ Դերը միշտ մեզ գարաչնորդ է սիրելիներ, որ մեր մարդկային դրապանությունից փոխադրվենք հավատքի քայլերում։ Էսա Սուրբ Հոգին կորձը։ Կհավատանք չէ Սուրբ Հոգին մեր մեջ կկորձե։ Այսպես կկորձե։ Եվ ամեն մեկուց տարբեր դերեր։ Գամած, ուր որ հասել եմ, քեզի տարբեր դեր, ինձի տարբեր դեր, բայց կկորձի, որ ես իմ դրամապանությունից փոխադրվեմ դեպի հավատքի քայլերու մեջ։ Ես հարց կուտամ ինձի, թե այս իրավիճակից մեջ ինչ կսե Սուրբ Գիրքը։ Եղավ այս շաբաթ մի քանի բաներ, ինչ կսե Սուրբ Գիրքը։ Մտածեցի, գսի ինչ կսե Սուրբ Գիրքը, դեսա որ հատուկ բան չեկավ գլխիս։ Ասի, բայց նորմալ չի։ Սկսա փնտրելու։ Ման գալու Սուրբ Գիրքի մեջ։ Աշխատանք։ Ցերկերս դալակ չի նստակ, հավը շատերը ձույլ են մեր մեջ։ Սուրբ Գիրքից դեղյակ չեն գուզեն, որ Սուրբ Գիրքի ամեն բաները անեն։ Չի ստացվի։ Սուրբ Գիրքի ամեն բաները անելու համար պիտի դեղյակ լա Սուրբ Գիրքից։ Ուրեմն ես այս շաբաթվա մեջ այդ դվյալ թեմային հետ կապված սկսա մանգալ, քիր կերպնդրեցի Սուրբ Գիրքի համար ներգնացի, այստեղ այնտեղ որ տեսնեմ Սուրբ Գիրքը ինչ կսե այս թեմայի, որ հիմա իմ թիմածս եկել է։ Որպես ես իմանամ, ինչպես դրսևորվեմ։ Հալելույա։ Գիտեք, այս աշխարհը մեզի ինչի է վարժեցնում։ Ցերկերից ցալենք եւ նստենք։ Աշխատանք չկա, հոգևոր աշխատանք չկա գարձեք։ Բայց հոգևոր մարդը հոգևոր աշխատանքի մեջ պիտի լինի։ Ես կսեք բայկարին, Բողոս Արաքյալ, բարի պատերազմը պատերազմեցա, ոչ թե գիրակի օրերը մի ժամ, այլ միշտ իր կյանքի մեջ։ Ուրեմն հավատքի քայլելը, հավատքի քայլ անելը բայկար է, պատերազմ է, փնտրդուք է, հասկանալ է, հարց տալ է։ Վերջին անգամ երբ հարց տվիր դու քեզ կամ մի եղբոր կամ քրոջ, ասելով Սուրբ Գիրքը ինչ է ասում այս հարցի մեջ։ Ես ուզում եմ այսպես քայլել։ Ոնց քայլեմ հովիվ։ Ոնց քայլեմ եղբայր։ Այս մարդը ինձ էս արեց, ես ինչպես պատասխանեմ։ Ինչ պետք է լինի Սուրբ Գիրքը։ Այս կորձը այսպես եղավ ինձ էս առաջարկեցին։ Ոնց անեմ, ընդունեմ կամ չէ։ Ինչ կսե Սուրբ Գիրքը։ Որն է շիդագը։ Ռազմակ հարցերը էս են։ Ամեն առաջարկին չես էր, հալելույա։ Մարդիկ քեզի առաջարկեն կորս, դու գսես վայ փողը շահելու են, աղբեր շահին, բայց ինչ ես շահելու, մի րոպե ստո։ Սուրբ Գիրքը ինչ ասում քո շահիդ վրա։ Քո այդ կորձիդ վրա, որտեղից է գալիս այդ։ Հետո որտեղից է գալիս, ինչ է նպատակը, ով է բերում այդ կորձը, օրինակ։ Ամեն ինչը պիտի գանքնես, պիտի ինչ կսե Սուրբ Գիրքը։ Ես Սուրբ Գիրքին համաձայն պիտի շարժվեմ, քանի որ ես հավատքի մարդ կուզեմ
ըլլալ, հավատքի քայլով գուզեմ ապրիլ։ Էվի, նստինք, այսօր փասիվ որ նստում ենք մենք, քույր եղբայրներ, մենք հավատքի մարդ չենք։ Հավատքի մարդը փասիվ չէ։ Հավատքի մարդը անդադար բանի մեջ է, ոնց, ինչպես, ուր է։ Էս հավատքի մարդը։ Ամեն։ Անդադար հարցնել, տեսնել, ինչը, որն է շիրակը։ Քանի որ իմ դրամապանությունս ինձ սխալ դեղ գտանի։ Նոյ Աստծո խոսքը լսեց։ Մարիամ Աստծո խոսքը լսեց։ Պետրոս Հիսուսի խոսքը լսեց։ Եվ ադոր համացան շարժվեցան, եթե չլսեին։ Նորմալ կշարունակեին իրենց կյանքը։ Հալելույա։ Նոյը, Աբրահամը, Հեսուեն, Քալեբը, Մարին, Պետրոսը, բոլորը աստվածային խոսքը ստացան։ Լավ լսե։ Եվ բոլորը վստահեցան, որ այդ խոսքը ավելի կարևոր էր, քան թե իրենց զգացումը։ Այս երկրորդ կարևոր կետն է։ Բիդի քո մեջը այսպես շարժվի ասելով Աստծո խոսքը ավելի կարևոր է, քան թե ես զգում եմ։ Հասկացել եք։ Նախանցությունով լեցվել եմ օրինակի համար։ Գիտես որ նախանցությունը մեղք է, չէ՞։ Ուրեմն դիրոջ խոսքը պիտի գաս, բայց դիրոջ խոսքը ավելի կարևոր է իմ զգացումներս։ Ես պետք է լրեմ, ես պետք է լրացնեմ, այս մեղք է որում մեջն եմ, ես չեմ ընդունում այս մեղք։ Գասը բայկար է սա։ Եվ երրորդը իրենց հավատքին համաձայն, իրենց Աստուծո խոսքին ստացած համաձայն շարժվեցան։ Նոյը դաբանը շինեց, Աբրահամը գնաց, փոխվեցավ, իր քաղաքը փոխեց, Սեսուե եւ Կալեբը քայլեցին դեպի Կանանու երկիր, ուզեցին քայլել դեպի Կանանու երկիրը, Մարիամը հնազանդեցավ Տիրոջը խոսքին, Պետրոսն ալ ուրգանը նետեց։ Իսակ մի բաներ արեցին։ Իրենց հավատքը երևցավ։ Հավատքով քայլելը խոսքը գտնունիս, նույն Ռուբեին գորոշես խոսքին համաձայն շարժվի, խոսիլ, ցերկ ներգծնել, ժպտալ, նեղանալ, բարգանալ, բայց խոսքին համաձայն։ Հավատքը գսե ինչ են գուքա, լսել են գուքա, չէ՞։ Բայց ինչ լսել են Աստծո խոսքը։ Տեսա կապը Հռոմեացիս անոնք որ գուզեն գիտնալ Հռոմեացիս 10։ Հավատքը գուքա որտեղ են։ Բայց ինչ են Սարգիսին, չէ։ Որն Աստծո խոսքը։ Ուրեմն որչով Աստծո խոսքին ես տեղ գուտամ, անգամ հավատքի քայլ եմ անելու։ Որքան Աստծո խոսքին ես ասեմ, այսպես կսե Տիրոջ խոսքը, այդ ռոբեի մեջ ես հավատքի մարդ պիտի լամ։ Մեր մեջ շատեր կան, գիտեք ինչ կսեն։ Գսեն այո, գիտեմ Աստված այդպես կսե, բայց ես։ Ամենամեծ անարգանքն է Աստծո ժողովուրդ, իրական ապաշխարենք այս խոսքից։ Գիտեմ Աստծո խոսքը, բայց ես։ Այդ բայց եսը դու Աստծո հայոյում ես։ Ասում ես Աստծո, բայց ես քեզանից ավելի կարևոր եմ։ Էս կուզես ասել գարձես։ Եվ որ Աստված գսե այս, դու գսես այո, բայց այս։ Աստված գսե աչ, դու գսես այո, բայց ցախ։ Եվ որ գսես այո, բայց ցախ, ուրեմն գսես Աստծո, ես քեզանից լավ եմ։ Տեսակ մեղք ուր է։ Հավատքի մարդը Աստծո խոսքը գառնե եւ Աստծո խոսքին համաձայն գսե ես այսպես պետք է ապրեմ։ Չեմ կարող, գաղութ եմ։ Հալելույա, Սուրբ ոգին այստեղ է։ Գոքն է ինձ։ Ով գսե ամեն։ Շատ բաներ չեմ կարող, բայց գիտեմ որ այդպես չեմ մնալու, պետք է քայլեմ Աստծո խոսքին համաձայն։ Ուրեմն գաղութեմ, գվայկարեմ, Սուրբ ոգին անպայման գոքն է։ Քանի որ գտեսնի քո սիրտը, որ դու ուզում ես Աստծո խոսքի համաձայն քայլես։ Տեսնում է ինքը։ Փառք Տիրոջը, դերը գիտե որ ամեն մեկուս որ Աստծո խոսքին համաձայն գուզենք, դա այդպես փերանացի գուզենք երբեմները։ Նայեցեք մեկ հատ այստեղ մի բան գրել եմ եւ վերջացուցի։ Այս մարտիկ օրինակները որ դվի, թույլ չդվին, որ հանգամանքները որոշեն, թե ինչի իրենք պիտի հավատային։ Այլ անոնք թույլ դվին, որ Աստծո խոսքը որոշե իրենց նայվածքը այդ հանգամանքներու հանդեպ։ Նայեցեք, որոշում է։ Մեկ հատ գարտամ փորձեք հետևել։ Չհասկացաք, մեկ հատ գարտամ։ Գարտամ չէ մեկ հատ։ Լավ բան է ինչ որ գրել եմ։ Գարտացեք։ Անոնք այս մարտիկ օրինակները թույլ չդվին,
որ բարակաները կամ հանգամանքները որոշեն, թե իրենք ինչ բանի պետք է հավատային։ Այլ այս մարդիկ թույլ տվին, որ Աստծո խոսքը որոշե, թե իրենք ինչ նայված պետք է ունենային այդ խնդիրի վրա։ Ուրեմն Աստծո խոսքը ես պետք է թույլ տամ, որ ինձ սովորեցնե, ես ինչպես նայեմ այդ հարցին։ Հավատքով քայլելը այս է։ Աստծո խոսքին թույլ տամ, որ ես ինչպես նայեմ այս հարցին։ Շատ փարգացել եմ, նեղացել եմ, ներվայնացել եմ, դուրս եմ ելել իմ սահմաններից, այդ ռոբեին, հավատացյալ մարդը պիտի նայեք, ասե դեր դու ինչ կսեիր այստեղ։ Էդա մերիֆետ գիտեք ինչ է։ Վարպետությունը էդա։ Հավատքի վարպետությունը տեղից կերևնա։ Այդ ռոբեից կերևնա։ Մեկ ժամ առաջ չէ, մեկ ժամ հետո չէ, քարոզներից չէ, բաշտամունքներից չէ, այդ ռոբեին։ Որ դեր դու այս ռոբեի մեջ հագարակ իմ զգացումներիս, իմ փարգությանս, իմ նեղությանս, դու քո խոսքը ինչ կասի։ Եվ ես պատրաստ եմ խոսքիդ համաձայն քայլելու։ Ամեն։ Տիրոջ խաչ ելնելը եւ հարություն առնելու նպատակը այս է, որ իր հարության զորությունով մենք իր նման քայլեինք այս աշխարհի մեջ։ Իր հարության զորությունով մենք իր նման քայլեինք եւ իր կորձերը կատարեինք այս աշխարհի մեջ։ Եթե դիմացս կուքաս եւ գսես այո փայծ, գիտիր որ դու արդեն մեղքի մեջ ընկար։ Չգա այո փայծ, գա այո եւ ամեն։ Այո եւ ամեն։ Մարդիկ երբեմն գսեն ժամանակ չունենք։ Բադասխանը ի՞նչն է ժողովուրդ։ Դուք ինչ կդայիք։ Այդ մարդկանց որ ասեն ժամանակ չունիմ սուպ գիրք կարդալու, ժամանակ չունիմ դիրոջ ճանապարհին մեջ, եկեղեցի, բաշտամունք ժամանակ չունիմ։ Դուք ինչ կասեք այդ մարդկանց։ Դուք ասեք, տեսնեմ տերոս ավելի լավ բան կասեք։ Չեմ գիտեր, ինչ կասենք։ Այդ մարդիկ, որոնք կսեն ես ժամանակ չունիմ, դիրոջը խոսքին դեղ տալու իմ կյանքից մեջ։ Հասկացաք լուրջությունը։ Ժամանակ չունիմ, որ դիրոջը խոսքին համաձայն ես շարժվեմ, սովորեմ, որ շարժվեմ, ժամանակ չունիմ։ Ուրեմն իմ համար մի բան, որ այդ մարդը այնքան կարևոր չի իր համար Աստծո խոսքը։ Վերջապ, ուզում է ապրի իր ծերերով։ Վերջ, եկեք գլուխ չծարծնենք։ Այդ մարդը ուզում է ապրի իր ծերերով, եթե դու այդպես ես, ապաշխարի, փոխվի, նորից կասեմ, քանի որ Տերը գուցե քո կյանքը ուղիղ ճանապարհների մեջն էլ միջև որ իր հետ լինես Հավիդյանս Հավիդենից։ Անորոշ իր խոսքին համաձայն պիտի ապրենք հավատքի մարդ։ Հավատքի մարդը այն մարդն է, որ Հիսուսի պես է գաբրի այս աշխարհի մեջ։ Հավատքով քայլենք։ Բողոս ուրիշ ցևով գսե։ Գսե Սուրբ Օքիով քայլենք եւ մարմին ցանկությունները պիտի կատարենք։ Ճիշտ նույնն է։ Միտքը նույնն է։ Սուրբ Օքիով քայլելի ո՞րն է։ Սուրբ Օքի մեզ ուր կքայլեցնի։ Դիրոջ խոսքի մեջ։ Բա ուրեմն դիրոջ խոսքով քայլենք, Սուրբ Օքիով քայլենք, նույնն է։ Որպեսզի մարմինի ցանկությունները չկատարենք։ Քանի որ երկնքի թակավորությունը մարմին չի մտնելու այդ տեղասուն է, այլ հոգիով։ Ուրեմն սիրելի քույր եղբայրներ, մենք ինչ ենք անում այստեղ եկեղեցին։ Մեր եկեղեցական կյանքի նպատակը ինչ է։ Եթե ոչ, իրար ասենք հավատքով քայլի։ Այս հարցի մեջ դու հավատքով քայլ պիտի անես։ Անում է իրար բացմեցիք ձեր խնդիրները։ Որ չափոր գտնակ, որպեսզի օգնենք իրարու։ Որպեսզի եղբայրը քույրը քեզ ասե, այս հարցի մեջ դու հավատքով չես քայլում։ Բայց ընդունի անտիմանդությունը։ Շատեր ասել են ինձ հովիվ դու հանդիմանի ես պատրաստ եմ լսելու։ Հազիվ մի բառ ասում ես նեղանում եք քեզանից մի 3-4 ամիս։ Եղել է լիքը։ Բարդ դիրոջով այդպես չենք։ Բայց այդպես չլինեք։ Ուրեմն ինչպես հավատքով քայլեմ, ես ինձ կսկսեմ մտածելու, ես դու նմինակս հավատքով քայլելը հեշտ է։ Նախ սուպկիրքը պետք է սորվիմ, դարտամ, դեսնեմ ես հարցի մեջ դեր ինչ կասի, հարցի մեջ դեր ինչ կասի։ Եվ հետո իրար օգնությամբ, իրար օգնելով, իրար սորվեցնելով, ասենք որ սիրելիս, դերը ուզե քեզ այս հարցի մեջ այսպես շարժվես։ Մի վախնա, ինքո հետն է, դու շարժվի։ Ամեն։ Մի վախնա, ասել է հավատք ունեցիր։ Անորոշ հավատքով պիտի քայլես։ Ուրիշ բան ասեմ, հավատքով մի քայլեք Տիրոջ խաթրին համար։ Գիտեք, երբեմն մարդիկ ասեն, լավ, քո խաթրիդ համար, չէ։ Հավատքով քայլում եք, ճշմարտություն է դա։ Քանի որ համոզված եմ ամբողջ սրտով, քանի որ կյանքիս նպատակը այդ է, ոչ թե քանի որ քո խաթրիդ համար։ Ես Աստված մեր խաթրին է ման գալիս։
Ես կորոշեմ Աստծո սուրբ կյանքի մեջ քայլել, հավատքի քայլեր անել, չեմ կարողանում ամեն անգամ ինգնում եմ, այո, ով հետս ինգնում է, այո, ինգնում ենք, բարդ Տիրոջը, բայց եւ որ ինգնում ենք, հասկանում ենք մի բան, որ մեր կյանքը այնտեղ չի, մեր կյանքը այդտեղ է։ Ուրեմն ետ ոտքի, հավատքով քայլել ադի, 7 անգամ գսե արդարի ինչ կլա եղեր, գնգնի, բայց ինչ կնա եղեր դերը, վերգան, ինչու, քանի որ արդարի նպատակը միշտ հավատքով քայլել է։ Արդարի նպատակը աշխարհային բաներով սպառվել չի, հավատքով քայլել աշխարհի մեջ, գործիս մեջ, դանս մեջ, ընկերներուս հետ, բարեկամներուս հետ, ինչ գիտնամ, ուր որ եմ, հավատքով պիտի քայլեմ, քանի որ Տիրոջ կամքը այդ է իմ համար եւ կգարձեմ որ Տիրոջ կամքը այս է մեր բոլորիս համար։ Դեր օրհնեցես եւ զորացնի, եկեք աղոթենք Հիսուսի անունով, հալելույա։